ինչպես նկատեցիք, մեր ընդդիմությունը չափազանց շատ սրտնեղում է, երբ Կտրիչ Ներսիսյան ենք ասում։ Աթարեցրեք։ Իրենք ակնկալում են, որ ոնց որ բոլորը չեն նեղվում, իմաստն է։ Ճաշակի հարց է։ Իրենք ակնկալում են, որ մենք պետք է ասենք Գարեգին B, մենք պետք է ասենք վեհափառ Տեր, մենք պետք է ասենք կաթողիկոս ամենայն հայոց, եւ ի հակառակ դրա նրանք փորձում են ամեն կերպ խուսափել ձեզ պարոն վարչապետ դիմելաձևից եւ դիմում են պարոն Փաշինյան, նորմալ է, ոչ մի արտարոց բան չկա, երբ մարդուն դիմում ես իր ազգանունով։ Պարոն Գևորգյանը ասեց, ես դա էի ուզում, նկատեցի, պարոն Գևորգյանը միայն նա հանդգնեց, ռիսկ հավաքեց եւ ձեզ դիմեց պարոն վարչապետ, հուսով եմ պարոն Գևորգյանին ընդմիջման ժամանակ ֆրակցիայից ոչ մի նկատողություն չի եղել։ Ինչ եք կարծում, հարցը, ինչու ընդդիմությունը չի սրտնեղում, երբ Կտրիչ Ներսիսյանին դուք դիմում եք։ Շարունակեք, պարոն Սարգսյան։ Երբ Կտրիչ Ներսիսյանին դուք դիմում եք։ Երկրորդ նախազգուշացումը։ Շարունակեք, պարոն Սարգսյան։ Երբ դուք դիմում եք հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետ անվանելով նրան, ինչու այդ պարագայում նրանք չեն նեղվում, ինչ տարբերություն։ Գիտեք, Հայաստան ժողովրդավարական երկիր է, ով ինչից ուզում է կարող է նեղվել, ես բացարձակ խնդիր չունեմ։ Հիմա Կտրիչ Ներսիսյանից նեղվում եմ։ Ես էլ չեմ ուզում։ Աթարեցրեք։ Ես էլ չեմ ուզում ընդդիմությունը շատ նեղվի, դրա համար քիչ եմ ասում Կտրիչ Ներսիսյան, հակառակ դեպքում կարող եմ ամեն երկրորդ նախադասության մեջ ասել Կտրիչ Ներսիսյան։ Վերջ, դադարեցրեք, հարգելի գործընկերներ, դադարեցրեք։ Վառակտված է ընդդիմությունը փաստորեն։ Դրա համար հնարավորինս քիչ եմ ասում Կտրիչ Ներսիսյան։ Պարոն Աստղյան, դուք ինչի չեք դմդմփաստում, դմդմփացրեք։ Պարոն Ղազարյան, դմդմփացրեք, ինչի չեք դմդմփաստում։ Ձեր ֆրակցիան դմդմփաստում է, ինչի չեք դմդմփաստում։ Դմդմփացրեք։ Եվ սա ժեստ է ընդդիմության հասցեին, հակառակ դեպքում ավելի շատ կասեի Կտրիչ Ներսիսյան։ Տեսակ ձեռները ցավեց, այլևս ոչ մեկին չի հետաքրում Կտրիչ Ներսիսյան։ Արձագանք չունեն արձագանք։